Քիչ առաջ հայտնի դարձավ, որ վաղը կտեղափոխեն Միքայել Սրբազանին, հիմա Միքայել Սրբազանը հիվանդանոց կտեղափոխվի վաղը, այսօր նա դատական նիստին կմասնակցի, գիտեք, որ վերջապես թույլ տվեցին, որ տեղափոխեն հիվանդանոց, ինչ ունեք Արմինե Մելիքսեթյան, չէ՞, դատավորի անունը, օրերս ուրեմն վթար էր եղել եւ հարբած վիճակում 29-ամյա մի աղջիկ, այսպես մի ուրիշ մեքենայի էր հարվածել եւ այնտեղ 25-ամյա մի տղա էր մահացել, անմիջապես գրավի դիմաց նույն դատավորը թույլ էր տվել, որ ազատ արձակեն այն աղջկան, որ հարբած վիճակում եւ այս կինը Միքայել Սրբազանին եւ առհասարակ ես կուզենայի այս կնոջը ես կարծում եմ որ վաղուց ինքը երազներում բարի խմբի մեջ է սատանաների հետ ես ծանոթացա եւ փաստաբանների հետ ովքեր իրականացնում են սրբազանների ոչ թե բոլորի այլ մեկի երկուսի հետ որոնք գրագիտությամբ կարող են զարմացնել ամենահմուտ այսպես ասած արևմուտքից այս այո եւ հստակեցնեմ որ ճիշտ են անում որ գործում են գրագետ ուրիշ բան է որ այդ գրագիտությունը ուղղակի արհամարվում է ասում են էլ ինչի կանում ճիշտ են անում չարը վերջ ունի չի կարելի ենթարկվել զուտ նայեն պատճառով որ տեսնում եք ոչ մի բան չի ստացվում ստացվելու է եւ բոլոր նրանք ով այսօր սանձարձակ ձևով խախտում են օրենքները այդ թվում եւ միջազգային մարդասիրական նորմերը պահելով իրենց պատկերացումով այնպիսի վիճակում որը որ պետք է նսեմացնի սրբազաններին կամ այլոց այդ վերաբերմունքը ուղղակի նսեմացնում են նրանց ովքեր որ օգտագործում են այդ ձևերը։ Մյուս նախկին մտերիմ, հա, Անահիտ Բախշյանը օրինակ ասում էր, ես սարսափած եմ, այդ սրբազաններ, ես ահաբեկված եմ, ոնց կարող էր սրբազան ահաբեկչություն անել։ Բագրատ Սրբազանի մասին էր խոսում, դե վստահաբար ոնց կարող էր Միքայել Սրբազանը այդպիսի բաներ ասել։ Նախ էս աբսուրդը, էս խայտարակությունը, որ հնչեցրեց ինքը Անահիտ Բախշյանը, այո, Տիկին Բախշյան, չեն ասել, չեն արել եւ մտքների մեջ չկա։ Այդ հնարած, այդ ամբողջ դրվագները ես էլի մեջ բերեմ անեմ Արման Գրիգորյանի լիհի պրոֆեսորից, որ դա վիրավորում է իմ ինտելեկտը եւ ոչ միայն իմ այդ հնարած է Տիկին Բախշյան ոչ Միքայել Սրբազանը ոչ Բագրատ Սրբազանը չեն էլ մտածել եւ հավակնություն չունեին անեին այն ինչի մեջ մեղադրում է իրենց այսօրվա իշխանությունը զարմացեք այսօրվա իշխանության խարդախության աստիճանից զարմացեք այդ հակաօրինական հակաիրավական Արշակ Սրբազանի գործը, մի հատ խնդրում եմ, դիր Արշակ Սրբազանի գործը այդ խայտարակություն, ասում է որովհետև դու դուք շատ լավ կհիշեք, հիշում եք, չէ՞ Վանո Սիրադեղյանի ժամանակ, մարդ ես, թեմա չկա, ոչ չկա, առավոտը գրպանում հետ մի հատ թմրադեղը կգտնենք կամ մեքենայի հետ մեջանը կգտնենք, հիմա պարզվում է, մի հատ հələ խնդրում եմ ուշադիր լսեք, Արշակ Սրբազանը մեկի գրպանը Նայրաններով լավ ցույց տվեց, ասում թուղթը փաթաթել Արշակ Սրբազանը, մեջը լցրել է, ինչ ծավալի է լինում է թթունը։ Թեթև, հա, ասենք սես փշուր ու բերել ասենց դուք չելա գրպանը մի հատ լսեք էլի այդ տահած հիվանդն է իրենց խուժանն է իրենց երևակայությունը հասնում է միայն այնտեղ ինչին իրենք ի վիճակի են ճիշտ է իրենք են ունակ հա թմրանյութ սա է խնդիրը տեսեք ինչ մակարդակի Պես ասած մեղադրանքների Չէ, իրանց մակարդակի կեղտոտ անկողին բան է, գարշելի եք, չէ դու բան եք, են շան նման, են շունն էլ, չէ մենակ հայոյեր ու անկողին են շունը, որ հիմա սատկում անդել Բանը, էդի վերջացավ, տեսան չի ստացվում, Արշակ Սրբազանի հա, մեկ էլ էդ չի անցնում, չէ, ոնց թե չի անցում, գործը, փտրեք, փնտրում են, չկա Փողը չկա, ինչ անենք, ասեք, որ կտարել այ ապուշներ, ժամանակի սովետական ժամանակվա արտահայտություն, մարդը կա, հոդվածը կգտնվի,
Սա է, այսինքն ես էլի եմ խոսում Նյուրնբերգյան սկզբունքներից մեկի, բոլոր այդ դատավորներ, դատախազներ, ներառյալ գլխավորը, այդ քննիչներ, այդ ոստիկաններ երես չունեք, որ առանց դիմակի գործեք։ Դո երես էլ ունեն, դատավորը երես չունի, այդ կինը երես չունի։ Այսինքն Սատանայի երես ունեն, իրենք ինչի բոլորը չունեն։ բարոյական երեսից զուրկ են։ բարոյազուր։ Եվ այն ինչ որ մենք տեսնում ենք առանց դիմակի, դա իրենց Դե մի դիմակն հատ է։ Անահիտ Բախշյանն ասե գնա, Անահիտ Բախշյան հմեկում նստի, ահա, այդպես մի հատ բան ձայնով, ասա, «Էս ինչ այլանդակություն է, էս մարդուն, էս ինչի մեջ եք մեղադրում, չէ՞, թող մաքրվի, գնա»։ Դու անամոթաբար մեր սրբազաններին մեղադրել ես, բանի, ինչի մեջ են մեղադրում։ Ես ցավում եմ, որ իմ նախկինում իմ Հա։ գործընկերները մինչ այսօր Լուր, գտնվում են լուր, ձայն չկա, լուր։ խորը, ես կասեի Լուր։ արյունոտ, մղձավանջի եւ մոլորության մեջ։ Հիշեք, այդ մոլորությունը հասարակ մոլորություն չէ։ Դա արյունոտ, Համաձայնա թե։ պղտոր, կեղտոտ մոլորություն է։ Օր առաջ սթափվեք եւ ես անընդհատ նույն բանն եմ ասում։ Մենք մեկ է գալու է այդ ճշմարտության պահը։ Ուշ թե շուտ։ Իհարկե մենք բոլորս ուզում ենք շուտ, բայց այսօր արդեն ճշմարտությունը երես անցել։ Դուք չեք տեսնում, դուք լսում եք, համեմատում եք, թե դուք ուզում եք ասեք, որ անգամ լսողության, տեսողության խնդիր ունեք, բժշկի դիմեք։ Ուրեմն բոլորս միասին հստակեցնենք, ովքեր դեռ ունեն բարոյականություն, ովքեր ունեն մտածելու ունակություն, հստակեցրեք, եթե կոչ չեմ արել երբեք մասնակցել այս կամ այն փողոցում անգամ գործողություններին, երբ որ ես գտնում եմ, պետք ես գնում եմ։ Ես ասում եմ, ձեր հոգիները մաքուր պահեք, մի տրվեք չարին, մի արեք այնպես, որ դուք ձեզնից անկախ դառնաք այդ մարդկության դեմ հանցագործությունների պասիվ անուղակի մասնակից։ Դա պատժվում է ոչ միայն հենց այն անձանց է պատժում, այսպես ասած, պատմությունը, ով դրա մեջ է, նա պատժում է եւ դրանց երեխաներին, թոռներին ու ծորներին, փոքր ինչ, սիրտ ունեցեք, ձեր մասին չեք մտածում, ձեր ապագա սերունդների մասին մտածեք եւ այս առումով զարմանալը չէ, որ մեզ պետք է այսօր փրկի, գործելն է, մտածելն է եւ ճշմարիտ ճանապարհ ընտրելն է եւ այսօր այդ բոլոր գործիքները մեր ձեռքում են։